Բարև ձեզ մեդիան հանուն կրթության հասարակական կազմակերպության քննարկման թեման այսօր մի երևույթ է, որի կարճ բնորոշիչներն են՝ բուլինգ, քաոս, կրթակարգի հայելի, անպաշտպան երեխա, անպաշտպան ուսուցիչ եւ խնդիր կապված մեդիայի հետ։ Այս շարքը կարելի է երկար շարունակել, բայց միանգամից անդրադառնանք դրանց։ Ես Անուշ Մարտիրոսյանն եմ եւ այսօր զրուցելու եմ մեդիան հանուն կրթության հասարակական կազմակերպության համահիմնադիրներ, ուսուցիչ Նելի Հայրապետյանի, հատուկ մանկավար Սուսաննա Դավթյանի, լրագրող Լիլիթ Հարությունյանի, Ստոկհոլմի համալսարանի միջազգային եւ համեմատական կրթության ֆակուլտետի մագիստրոս ուսուցիչ Լիլիթ Ավագյանի եւ լրագրող Կարինե Սիմոնյանի հետ։ Փորձելու ենք հասկանալ մեդիայի եւ կրթության խնդիրների սահմանը եւ փորձելու ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում կրթության ոլորտում, եթե մեդիան է խախտում կանոնները եւ ինչ է տեղի ունենում մեդիայում, եթե կրթությունը ժամանակին չի լինում այնպիսին, որ մեդիան չխախտի այդ կանոնները։ Նախ սկսենք Նելի Հայրապետյանից, որը ուշադիր հետևում էր ինչպես Մերձավանի դպրոցի, այնպես էլ Մղչյանի դպրոցի դեպքերին։ Նելի, ինչ ես կարծում, որտեղից են գալիս այս խնդիրների պատճառները։ Վանուշ, շնորհակալություն հրավիրելու համար այս զրույցին։ Դժվար է միանգամից ասել, որտեղից են այդ պատճառները գալիս, բայց որ պատճառները խորքային են, դա միանշանակ է։ Հիմնական պատճառն այն է, որ տարիներ շարունակ դպրոցներում արվում է մի բան, բայց ցուցադրվում է մեկ այլ բան։ Եվ ահա մերթ ընդ մերթ այսպես երևակվում է ինչ-որ մի դրվագ, որն իհարկե չի վերաբերում մասնավորապես տվյալ դպրոցին։ Ես չի ուզի, որ մենք անընդհատ շեշտադրում անենք տվյալ գյուղի դպրոցի անունը, որովհետև դա երևույթ է, որը այս կամ այն չափով առկա է մեր դպրոցներում։ Նախ առաջինի մասին ուսուցչի հանդեպ այդ վերաբերմունքի վերաբերյալ կուզեի խոսել, որքան էլ մենք փորձ ենք օբյեկտիվորեն նայել խնդրին, այսինքն նաև փորձ ենք հասկանալ այն բողոքող կողմի ուրեմն դիրքորոշումը, իհարկե տեսանյութից միանգամից համակրանքը ուսուցչի կողմն է, դրանով էլ պայմանավորված էր հանրային այսպիսի մեծ արձագանքը, այնուամենայնիվ ես նայել եմ նաև այն տեսանյութերը, որտեղ փորձ է արվում հակառակ կողմի դիրքորոշումը նաև ցույց տալու եւ եկել եմ մի եզրակացով, որ անկախ ամեն ինչից որքան էլ որ ուսուցիչը ոչ ընդունելի պահվածք ունենար, նույնիսկ այդ դեպքում այն տեսարանը, որին մենք բոլորս ականատես եղանք, անթույլատրելի է։ Իսկ այդ տեսարանը փաստացի ցույց է տալիս մեր կրթության այսօրվա դեմքը եւ հանրության դեմքը։ Դա է ցավալին, ամենացավալին դա է։ Բայց նկատելի էր, որ երբ որ սովորաբար նման իրավիճակներ են լինում, մենք տեսնում ենք կրթության պատասխանատուի առաջին դեմքի մակարդակով անմիջական եւ կտրուկ քայլը, ինչ է փոխվում, եթե օրինակ նախարարը գնում է այս դպրոցներ։ Դրանով կարող ենք ասել, որ հարցը լուծվեց կամ կլուծվի, կամ մյուս դպրոցներում իրավիճակը կփոխվի։ Պատճառները այնքան խորքային են եւ այնքան փոխկապակցված են, որ նախարարի մեկ այցով կամ մարզպետարանի շարունակական աշխատակիցների շարունակական այցով իհարկե խնդիր չի լուծվի։ Խնդիրն այստեղ այնքան խորքային է, տարիներ շարունակ ընդհանրապես այլախոհությունը չի ընդունվում մեր հասարակության կողմից։ Այս դեպքում դպրոցը նույնպես փոքրիկ հանրություն է եւ ուսուցիչը, որը տարբերվել է, ուղղակի տարբերվել է, չի ընդունվել։ Ես այդպես եմ կարծում։ Դա է այդ այլախոհությունը չընդունելը, որ մենք տեսնում ենք, ասենք ծնող, երեխա, ուսուցիչ, ինչպես են բոլորը միակարծիք մեկ հարցում, դա հենց խոսում է նրա մասին, որ չկա քննադատական մտածողություն։ Այն ինչ որ այսօր մեր նոր ՀՊՉ-ն փորձում է ներմուծել դպրոցներ եւ զարգացնել։ Սա է խնդիրը։ Արդեն պիտի լիներ, նկատի ունենալով, որ 21 թվականից են սկսել ներդնել։ Միամիտ կլներ կարծել, որ 2-3 տարում հանրություն կփոխվի կամ մտածողություն կփոխվի, միամիտ կլներ կարծել։ Իհարկե դա երկարատև գործընթաց է լինելու, որովհետեւ այնքան կարծրացած է այդ աշխարհայացքը, որ միանգամից փոխել անհնար է։ Այցերը պետք են, քայլերը հակամդեմ իհարկե պետք են, բայց դրանք պետք է լինեն շարունակական եւ դրանք ընդհանրապես պետք է քաղաքականություն մշակվի մյուս դպրոցների դեպքում նույնպես խորքային պատճառը հասկանալու եւ
այդտեղից սկսելու այդ փոփոխության քայլերը։ Նայելի, մենք խոսում ենք հանրակրթության պետական չափորոշիչի մասին, բայց վստահաբար 2021 թվականից առաջ էլ կան նաև օրենքներ, միջազգային կոնվենցիաներ, որոնց Հայաստանը միացել է եւ որոնց մասին այսօր մենք որոշ կետեր կհիշատակենք, այսինքն խնդիրը մի տեսակ շատ խորքից եկող պատճառներ ունի եւ ինչքանով կարող է այս իրավիճակը փոխել, օրինակ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որը այս դեպքերից, երբ շատ մեծ արձագանք կար, մեկ շաբաթ անց այս դեպքերից հայտարարություն է անում եւ անթույլատրելի է համարում հաշմանդամություն, այդ թվում հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով պայմանավորված անձանց թիրախավորելը կամ դատապարտելի է համարում խտրականություն պարունակող խոսույթը եւ կոչ է անում բացառել։ Ընդհանրապես այս քայլերը ուշացած են, թե ուշացած չեն, կարող են ինչ-որ ձև փոխել իրավիճակը։ Ամեն դեպքում պետք է արվեն այդ քայլերը, կփոխեն թե չէ եւ որքան ժամանակում կփոխեն չեմ կարող ասել, բայց եւ այդ քայլերը չպետք է լինեն առիթից առիթ։ Պետք է այդ դեպքերը առիթ հանդիսանան, որ համակարգային լուրջ փոփոխությունների սկիզբ դնեն։ Այսինքն միայն խոսքերով չարվի, դրանք միջոցառումներով լինեն, դրանք կոնկրետ հարցադրումներով լինեն, կոնկրետ ստուգումներով լինեն։ Նույնը վերաբերում է մյուս դպրոցին, գիտենք արդեն այդ թմրանյութերի հետ կապված խայտառակ իրավիճակը։ Սա էլ է խոսում նրա մասին, որ դպրոցը այն ինչ որ պետք է իրականացնի, այսինքն քաղաքացի ձևավորի, հաստատի չի անում։ Մի սովորություն կա ծածկադմփոց անելու, այս բառը չեմ սիրում, բայց շատ տեղին է մեր դպրոցների, մեր կրթահամակարգի երկարամյա գործունեությունը նկարագրելու համար, հա, ցուցադրվում է միայն այն ինչ որ ուզում են ցուցադրել, գովեստի արժանանալու համար, իսկ խնդիրների մասին երբեք չեն խոսում, ոչ ներսում, ոչ դրսում։ Եվ ահա այդ խնդիրներն էլ մերթ ընդ մերթ իրենք խոսել են տալիս իրենց մասին։ Իսկ ինչ վերաբերում է լիազոր մարմինների գործունեությանը, նորից եմ ասում, մեկ կամ երկու հայտարարություններով սահմանափակվելով հարց չի լուծվի, դա պահանջում է շարունակական, հետևողական, լուրջ աշխատանք եւ մասնագետների լուրջ ներգրավվածություն։ Մի խնդիր էլ կա, որ ընդհանրապես երբ նմանատիպ իրավիճակներ են լինում, մենք լսում ենք կամ տեսնում ենք պաշտոնական մարմինների արձագանքը հայտարարությունների պաշտոնական հաղորդագրությունների տեսքով, բայց մենք հետո չենք իմանում, թե ինչ է լինում կարգը խախտածների հետ, ուսուցիչների դեպքում, ծնողների դեպքում, այսինքն այդ հետևողականությունը հանրային դաշտում չկա եւ այստեղ իհարկե շատ մեծ է մեդիայի դերը։ Լիլիթ, մեդիայից ինչ պետք է հիմա ակնկալել, երբ որ արդեն սահմանները այնքան են խախտվել, որ նույնիսկ դժվար է հասկանալ առաջին քայլը որը պետք է լինի։ Մեդիան կարծում եմ եւս պետք է շատ հետևողական լինի, այն Նելին նշեց հետևողական համակարգային աշխատանքի մասին պետական մարմինների եւ դպրոցի ղեկավարության։ Ես կցանկանամ, որ մեդիան էլ այս դեպքում հետևողական լինի եւ հասկանա, թե ինչ բարեփոխումներ արվեցին, եթե դրանք կարվեն եւ ինչը չարվեց ի վերջո։ Եվ դրա մասին եւս հանրությունը պետք է իրազեկի։ Լիլիթ, այո, բայց շատ կարևոր է, որ մեդիան հետևողական լինի հենց այդ պահին գործունեություն իրականացնելիս, հատկապես որ զանգվածային լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինը 2024 թվականի հունվարի 12-ին հաստատել է ուղեցույց, որը սահմանում է երեխայի մասին հրապարակումների էթիկայի կանոնները։ Նշված է շատ հստակ, որ երեխաների հետ հարցազրույց անցկացնելու ուղեցույցների դրույթները կարևոր շեշտադրումներ են պարունակում լրագրողական էթիկայի պահպանման տեսանկյունից եւ շատ պարզ գրված է բեմականացում մի սարքեք։ Քանի որ տեսանյութի մանրամասներին ծանոթ է Սուսաննա Դավթյանը, նախ այս կետի վերաբերյալ փորձենք հասկանալ։ Տեսանյութը սկսվում է երեխայի հարցով։ Սկսեմ, մենք կարող ենք ասել, որ սա բեմականացում էր, որպես հատուկ մանկավարժ եմ հարցնում եւ մեդիայի կանոնները հասկացանք, բայց մանկավարժության մեջ երեխային այնպիսի իրավիճակի մեջ
կոպիտ ասած ներողություն արտահայտության համար օգտագործել, որ դու նայում ես եւ հասկանում ես, որ պատրաստել են, որ երեխան ինչ-որ բան ասի եւ ինքն էլ այդպես հարցնում է, սկսեմ։ Սովորողները ցավոք ներգրաված էին մի իրավիճակի մեջ, որի պատասխանատուները մեծահասակներն էին, սակայն բոլորովին ոչ պատասխանատու դիրքերից հանդես եկան եւ ինչ տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ, այսինքն երեխաների բաց դեմքեր, ծնողների հրահրում, ծնողների, այսպես ասած, ծափահարություններ, ուղիղ եւ ոչ ուղիղ իմաստներով ուսուցիչների եւ տնօրենի եւ ընդհանրապես հասարակության լայն շերտերի աչքի առաջ այս ամենը անընդունելի է ինչ խոսք եւ այստեղ ցավալին նաեւ այն հարցն է, որ նման իրավիճակները սովորաբար բերում են սովորողների մոտ տարբեր խնդիրների, օրինակ հուզական հոգեբանական կողմի մասին կարող ենք խոսել, այն առումով, երբ երեխան ներգրավում է կամ ինչպես նշեցիր, օգտագործվում է մեծահասակների կողմից ինչ-ինչ նպատակներով, միշտ հետո թողնելու է իր ազդեցությունը, մի օր նա կդառնա չափահաս, մի օր կհասկանա ինչ է կատարվել իր հետ եւ ովքեր են լինելու այս ամենի պատասխանատուները, իսկ մինչ այդ մի օրը հենց այս պահին էլ միգուցե լինեն սովորողներ, ովքեր մեկ օր հետո ունենան մեղքի զգացում կամ ամոթի զգացում կամ մյուս պատկերը, որ կարող ենք ունենալ, դա այն է, որ պարզապես որպես նորմա ընդունեն նման իրավիճակը եւ ստացվում է, որ կրթական հաստատությունում մեծերի ծափահարությունների ներքո լիովին ընդունելի վարք է այս ամենը։ Մինչդեռ դիտորդ մարմինը այս ուղեցույցում նշել է, որ երեխաների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն ընդգծում են երեխաների հետ հարցազրույցներ վարելու էթիկական առանձնահատկությունները եւ մի կետ կա, որ նման դեպքերում պետք է թույլտվություն ստանալ այն էլ գրավոր ծնողներից երեխաների հետ հարցազրույց, տեսանկարահանում իրականացնելու համար, փոխել երեխայի անունը, թաքցնել ցանկացած երեխայի վիզուալ ինքնությունը, որ նրան չճանաչեն, բայց նա ինչ-որ բան է ասում եւ այնտեղ հավաքված տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում նաեւ ծնող, որի գրկին կա մի քանի գուցե տարեկան երեխա, մանկահասակ, եւ նա տեսնում է, որ այսպիսի բան է տեղի ունենում։ Հետո ինչ-որ ձևով հնարավոր կլինի սրբագրել այդ կանոնները, որոնց մեջ երեխան հայտնվել է ակամայից իր կամքից դուրս, իր կամքից անկախ, միայն այն պատճառով, որ ինչպես ծնողը, այնպես էլ այդտեղ ներկա մեդիա ներկայացուցիչները կամ այլ մարդիկ պարզապես պատկերացում չունեն այս միջազգայինորեն ընդունված չափանիշներից։ Մենք ինչ հասարակություն կունենանք, ասենք, երբ որ այդ երեխաները իրենք դառնան չափահաս, իրենք դառնան ծնող, որևէ նախարարի այդ դպրոց կարող է սրբագրել այս իրավիճակը։ Շատ կարևոր հարց է բարձրացնում այն առումով, թե արդյոք հնարավոր է այս ամենը սրբագրել, ինչ խոսք անպայման է պետք անդրադարձ անել, սակայն այնիշ տեղի ունեցել արդեն եղել է, քանի որ ունենք այսպիսի միջադեպ, հետևաբար շատ կարևոր է բոլոր պատասխանատու մեծերի կողմից ըստ յուրաքանչյուրի լիազորությունների տրվեն համապատասխան արձագանքներ, որպեսզի նման նախադեպերը չկրկնվեն։ Այլապես մենք ունենում ենք խրախուսված անպատասխանատվության մթնոլորտ, կրթական միջավայրի վարկաբեկում, ապակայունացում, սովորողների կողմից արժեքային ընկալումների փոփոխություններ, կարգապահության փոխադարձ հարգանքի կորուստ, վստահության կորուստ, ինչը շատ ցավալի է եւ ընդհանրապես այդ բարոյական կողմը, որ պիտի ապահովեր դպրոցը որպես կրթական կառույց, փաստացի ստացվում է, որ տալիս է խեղված արժեքներ կամ ինչ-ինչ երևույթներ դարձնում է նորմ, որը շատ ցավալի ազդեցություններ կարող է ունենալ։ Ընդ որում սա շատ բացասական ազդեցություն կարող է ունենալ ինչպես ինստիտուցիոնալ առումով, դպրոցի վարկաբեկման տեսանկյունից եմ ասում, այնպես էլ այդտեղ ներկա այդ տեսանյութը դիտած շատ երեխաների անհատական կյանքերի մակարդակով։ Այսինքն շրջանակը իրականում շատ մեծ է եւ այստեղ մեծ խնդիրներ է հարուցում մեդիայի վարքագիծը եւ շատ կարեւոր է, որ լրագրողական կազմակերպությունները նման դեպքերից հետո իսկապես խստորեն արձագանքեն, թույլ չտան, որ սա դառնա ամենօրյա գործունեություն։
Հիմա շատ է խոսվում Հայաստանում լրատվամիջոցների ազատության մասին, բայց ազատություն չի նշանակում չիմանալ, որ օրինակ կա երեխայի վերաբերյալ հրապարակումների համար սահմանված էթիկայի կանոններ, որ կա երեխայի իրավունքների մասին կոնվենցիա, որը Հայաստանը վավերացրել է 1993 թվականին եւ որտեղ շատ հստակ սահմանված են այդ ձևակերպումները երեխայի լավագույն շահի հետ կապված, ինչքան էլ որ մենք խոսում ենք ազատությունների մասին, պետք է նաև իմանանք, որ իրավունքների իրագործումը կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, սակայն այդ սահմանափակումները կարող են լինել միայն այնպիսիք, որոնք նախատեսված են օրենքով անհրաժեշտության պայմաններում, մասնավորապես այլ անձանց իրավունքները եւ հեղինակությունը հարգելու նորմ կա, պետական անվտանգության կամ հասարակական կարգի նորմ կա եւ շատ նման բաներ, որոնք կարծես թե գոյություն չունենան Հայաստանում։ Այս պատմությունների վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի նաև լրագրող Կարինե Սիմոնյանը։ Անուշ տես, բոլորդ նշեցիք իհարկե այն բոլոր խախտումների մասին, որոնք չպիտի լինեին այս տեսանյութի մեջ, բնականաբար շատ խախտումներ կային, բայց ինչպես Նելին էր նշում, այն ինչ տարիներ շարունակ ծածկադմփոց է արվում, այսպես ասած, եւ ուղղակի տեսանելի արտաքին շերտի տակ պահվում այս ամբողջ ախտը, այս ամբողջ վատ իրավիճակը, որը մենք ի վերջո տեսանք, շահութական հայտ ձևով, դա ի վերջո ջրի երես դուրս եկավ։ Այսինքն այն, ինչ որ գուցե ամեն օր տեղի ունենում ոչ միայն այս դպրոցում, այլ նաև այլ դպրոցներում։ Այլ բան է, որ իսկապես լրագրողական աշխատանք այստեղ առհասարակ չկար եւ հենց սա այն դեպքն է, որ չէր կարելի ուղղակի դա այդ ամենը ցուցադրել ուղիղ եթերում, որովհետեւ եթե գոնե լրագրողը հետո տաներ դա իր խմբագրություն, դա մոնտաժի սեղանին դրվեր, գուցե լրիվ այլ պատկեր լիներ, գուցե փակվեին երեխաների դեմքերը, գուցե այնտեղ անձնական վիրավորանքները, որոնք հնչեցին եւ շատ տհաճ էին, ուղղակի կմոնտաժվեին ենթադրաբար, բայց այստեղ լրատվամիջոցը պարզապես կարող է արդարանել, ասել, որ դրա ուղիղ եթերում էին իրենք եւ ցուցադրել են այն, ինչ որ այդ պահին տեղի է ունեցել։ Առաջատար լրատվամիջոցները ուղղակի նմանատիպ իրադարձությունները ուղիղ հեռարձակմամբ չեն հրապարակում, որովհետեւ այստեղ կարող են տեղի ունենալ ցանկացած անկանխատեսելի իրավիճակ։ Հետո էլի եղան տեսանյութեր, որտեղ տնօրենը նշում էր, որ երեխաները շատ վատ վիճակում են եւ պատկերացրեք ինչ է տեղի ունենալու այս երեխաների հետ, երբ որ նրանք մեծանան եւ այս տեսանյութերը լինելու են համացանցում, իրենք անդադ բախվելու են, գուցե ինչ որ տեղեր մատով ցույց տան, որ այս այն երեխաներն էին, որոնք իրենց ուսուցչի նվաստացնում էին եւ այլն, գուցե հետո իսկապես իրենք փոշմանեն, զղջան, իրենց համար իսկապես տհաճ լինի, իրենցից շատերը գուցե հենց ուսուցիչ դառնան եւ իրենց զգան այդ ուսուցչի կաշվի մեջ, այսպես ասած։ Շնորհակալություն Կարինե, նաեւ հայացք դրսից Լիլիթ Ավագյանին խնդրել էինք, որ Ստոկհոլմում, Շվեդիայում հարցումներ իրականացներ, բայց դա անհնար էր, որովհետեւ ընթացակարգերը այնքան բարդ են, որ մենք հասկացանք, որ մինչեւ հասնենք այդ հնարավորությունները ստանալուն, արդեն խնդիրը կորցնում է իր արտիականությունը։ Հիմա Լիլիթ, կպատմես, օրինակ, ինչու քեզ չի հաջողվում այդտեղ այդքան հեշտ անգամ մեկ լուսանկար ուղարկել այն դեպքում, երբ դու ինքդ ուսուցիչ ես եւ դասարանի աշակերտները հենց քո դիմաց նստած են ամբողջ օրը։ Ինչու չես կարողանում անգամ լուսանկար, անգամ այն տեսքով, որ երեխաների դեմքը չերևա։ Ինչն է խնդիրը։ Այո, Անուշ, ճիշտ ես ասում, այստեղ դա այդքան էլ պարզ ընթացակարգ չէ։ Շվեդիայում գործնականում անհնար է նման գործընթաց սկսել առանց ամբողջական հստակ ու իրավաբանորեն պաշտպանված համաձայնությունների։ Գործում է խիստ համակարգ նախատեսված երեխաներին պաշտպանելու համար։ Առաջին հերթին պետք է ծնողների գրավոր համաձայնությունը։
Որոշ դեպքերում անգամ պետք է լինում հաստատության տնօրինության թույլտվությունը ի դեպ։ Եվ սա արվում է, ուզում եմ անպայման շեշտել, որ սա արվում է ոչ թե լրագրողների կամ հետազոտողների ձեռքերը կապելու համար, այլ երեխայի շահը առաջին տեղում դնելու համար։ Ծնողը պետք է նախապես ստորագրի հատուկ համաձայնագիր, որտեղ նշվում է ի դեպ ինչ նպատակով են տվյալները հավաքվում, ով է մշակելու այդ տվյալները, ինչպես են պահվելու դրանք, երբ են ջնջվելու, անգամ ծնողը կարող է պահանջել արդյունքները միջև հրապարակվելը դիտել եւ ծանոթանալ։ Եթե նույնիսկ ենթադրենք երեխան տվել է իր համաձայնությունը, դա բավարար չէ, օրենքը պահանջում է ծնողի համաձայնությունն ու հավանությունը։ Իսկ լուսանկարը կամ տեսագրությունը առանձին կարգավորում ունեն, եթե երեխան անգամ պատահաբար երևում է որևէ կադրում ու չկա ծնողի համաձայնությունը, դա արդեն համարվում է իրավախախտում։ Այդ պատճառով դպրոցներում այստեղ հաճախ պարզապես ամբողջությամբ արգելված է ցանկացած տեսանկարահանում, կլինի դա դասասենյակում, միջոցառումների ժամանակ, նույնիսկ ուսուցչի կողմից, ինչպես նշեցիր։ Եվ սա երբեմն կարող է ընկալվել որպես բարդություն, հատկապես լրագրողների կամ հետազոտողների համար, բայց իրականում կարծում եմ այստեղ շեշտադրման հարց է։ Շվեդիան ընտրել է երեխայի անվտանգությունն ու արժանապատվությունը որպես անվիճարկելի առաջնահերթություն, իսկ մնացած ամեն ինչը, հետազոտությունը կամ լրագրությունը գալիս են դրանից հետո։ Հայաստանում ցավոք մենք հաճախ մոռանում ենք, որ երեխայի իրավունքները նույնքան ամբողջական են եւ կարեւոր են, որքան մեծահասակինը։ Երեխան էլ անձ է իր արժանապատվությամբ եւ նրան ուղղված ցանկացած հրապարակային հայացք պետք է կառուցված լինի խիստ պատասխանատվությամբ։ Փաստորեն քաղաքակիրթ աշխարհում կանոններն այնպիսին են, որ անգամ երեխայի դեմքը, անգամ ոչ դիմահար նկարելը մեծ խնդիր է, կամ երեխայի անձնական տվյալ հրապարակելու համար դու պիտի այնքան բազմաշերտ թույլատվություններ ունենաս, որ հասկանում ես, որ ընդհանրապես դա մեդիայի համար անհասանելի է, բայց մենք Հայաստանում ունենք իրավիճակ, երբ անգամ քրեական գործ է հարուցվում երեխաներին թմրանյութի կախվածության մեջ ներգրավվելու, նման կախվածություն առաջացնելու եւ քրեական օրենսգրքով սահմանված պատժելի իրավիճակների առնչությամբ։ Սա անկեղծ ասած շատ անհավատալի է թվում եւ եթե չլիներ քննչական կոմիտեի հաղորդագրությունը, ճիշտն ասած ես չէի պատկերացնի, որ իրոք դպրոցում դա հնարավոր է։ Լիլիթ, ինչ է կատարվում։ Անուշ, ինչպես նշեցիր, իսկապես սա անհավատալի եւ շոկային պատմություն էր։ Առաջին անգամ էի ես նման բան լսում, որ մեր դպրոցներում նման դեպք կարող է տեղի ունենալ, բայց հատկապես որ խոսքը վերաբերում է 4-րդ դասարանի երեխաներին։ 4-րդ դասարանի երեխան գնում է դպրոց, հետո պարզվում է, որ նրան ինչ-որ կախվածության մեջ են գցում ավելի բարձր դասարանցիները։ Այո, սա շոկային էր ինձ համար որպես մայր, որպես լրագրող, որպես քաղաքացի, եւ այստեղ մենք ունենք մի նոր իրավիճակ, երբ թմրանյութը փաստացի մտել է դպրոց։ Նման իրավիճակ մենք չենք ունեցել կամ ունեցել ենք մենք այդ ինֆորմացիան առաջին անգամ ենք ստանում։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ պետք է լուրջ աշխատանք իրականացվի, մասնավորապես դպրոցի տնօրենների մակարդակով, բուժքույրերը պետք է հատուկ վերապատրաստում անցնեն, որպիսի կարողանան կնեն, հա։ Այո, որպիսի կարողանան տարբերակել, հա, երեխաների վարքից հասկանալ ինչ-որ բան, գույնից, հոտից, չգիտեմ, եւ ես կարծում եմ, որ լուրջ վերապատրաստում պետք է անցնեն դպրոցի բուժքույրերը եւ հոգեբանները։ Այսօր մենք բոլոր դպրոցներում ունենք հոգեբաններ եւ այս մասով չեմ կարծում, որ իրենք ունեն բավարար գիտելիքներ։ Հոգեբանների շրջանակին շատ լավ ծանոթ է Սուսաննա Դավթյանը, վերապատրաստումներ անցած հոգեբանները կարող են արդյոք նման իրավիճակները ճանաչել։ Արդյոք այնքան լուրջ է մոտեցումը, որ այդ հոգեբանները կտեսնեն խնդիրը, կկանխեն, չեն թողնի, որ խորանա։ Դպրոցներում հոգեբանի կողմից մասնագիտական, այդ ինչպես նշեցի, ճանաչումը
ինչ խոսք կարևոր է, բայց մեր դպրոցներում հիմնականում ավելի շատ հոգեբանի գործառույթը կարծես թե ուղղված է հատուկ կարիքի աջակցությանը եւ պլյուս վարքային որոշակի խնդիրներ, սակայն կարծես թե բաց են մնում, քո նշած հարցադրումների մասով այդ պատկերն է բաց մնում եւ այո ոչ բոլոր հոգեբաններն են նեղ մասնագիտացած կամ թեկուզ որոշակիորեն տեղեկացված կամ տիրապետում նման իրավիճակների արձագանքին։ Այս դեպքում մենք տեսանք պետական մարմինների արձագանքը զուտ այցով, բայց մենք տեսանք արդյոք այդ համակարգային մոտեցումը։ Ինչ անել, որ օրինակ նման դեպք այլ դպրոցներում չլինի։ Մի տնօրեն ազատման դիմում գրեց, բայց վերահսկողության ինչ որ կարգ, շատ խստությամբ, շատ խորությամբ երբ պիտի տեսնեինք եւ արդյոք մենք բաց չթողեցինք նաեւ այդ ժամանակը նույնպես եւ արդյոք չավելացրինք խնդիրները պատշաճ չարձագանքելով Նելի։ Այս դեպքը մի դրական ճակերտավոր դրական գուցե կողմ ունի, որ բարձրաձայնվեց, ինչ որ իմաստով առաջացրեց հանրության բուռն արձագանք, այսինքն սա ինքն իրենով դրական է, այնքանով որ այդ դեպքի մասնակիցներն էլ չէին պատկերացնում երևի, որ հանրությունը բոլորովին հակառակ արձագանք կտա։ Սա արդեն լավ է եւ դրական է եւ մյուս դպրոցների համար կանխարգելիչ ինչ որ իրավիճակ կստեղծի։ Այստեղ ես ուզում եմ ամփոփել նրանով, որ փաստացի երկու իրավիճակում էլ թե ուսուցչի հետ կապված այդ բուլինգի եւ թե թմրանյութերի հետ կապված այդ ավագ դպրոցականների բուլինգի դեպքում, տեսեք, մենք ունենք մասնակից 4 շերտ՝ ուսուցչական համայնք, ծնողական համայնք, լրագրողական համայնք։ Ես ինչու երեխաներին վերջում նշեցի որպես այդ 4-րդ մասնակից շերտը, որովհետեւ նրանք ամենավերջին մեղավորն են այս իրավիճակում, եթե մեղավոր են, որպես անչափահասներ, եւ նրանք փաստացի նախորդող այդ 3 շերտերի թերացումների արդյունքն են։ Ծնողական համայնքը իր հերթին է թերացել եւ թերանում է դաստիարակության հարցում, սա փաստ է, շատ հաճախ երկրորդական երևույթների վրա կենտրոնանալով, մասնավորապես երեխաների գնահատականները, չգիտեմ, արտաքին ինչ որ փայլերը ապահովելու հարցում եւ մոռանալով, որ այն հենքային արժեքները, որոնք պետք է ընտանիքում դրվեն, դրանք ճակատագրական են լինելու երեխաների համար։ Ուսուցչական համայնքի թերացումը մասնագիտական ոչ պատշաճ պատրաստվածության մեջ եմ տեսնում, որովհետեւ ուսուցիչները պետք է այնքան իրենց տեղում լինեն, որ ծնողների բաց թողածը ինչ որտեղ նաև իրենք լրացնեն, իսկ դա փաստացի դժվար է, բայց չի լարվում, եւ լրագրողական համայնքի վերաբերյալ կասեմ, որ այս ամենի լուսաբանումը ոչ պակաս կարևոր է, որ լինի կոռեկտության եւ օրենքի շրջանակում։ Մեդիայի դաշտում իսկապես խնդիրը շատ լուրջ է եւ խոսքի ազատությունը վերջին տարիներին հաճախ շատ է շփոթվում անպատասխանատվության հետ, իսկապես այս առումով մենք իսկապես շատ մեծ անելիք ունենք։ Իմ լրագրող գործընկերների հետ մենք հաճախ ենք քննարկում այս հարցը, որ հենց լրագրողների դերը շատ մեծ է կրթության հարցում, բայց պիտի նաև նկատի ունենանք, որ մարդիկ մեդիա գալիս են ինչ-որ կրթության համակարգից, այսինքն որ պահից պիտի խնդիրը լուծվի։ Ահա, քո ասածը փաստում է այն, որ մենք փաստացի հայտնվել ենք փակ շրջանում, այսինքն նույն ծնողը, նույն լրագրողը, նաև նույն ուսուցիչը այդ նույն կրթահամակարգի արդյունքն է։ Եվ այս փակ շրջանը ճեղքելը եւ բացելը եւ խնդիրները սրբագրելը արդեն պետական լիազոր մարմինների գործն է։ Այստեղ նրանք պետք է օր ու գիշեր, ես չեմ զլանում սա ասել, աշխատեն, իսկապես մասնագետներ ներգրավելով, սա շեշտում եմ, որովհետև խիստ կարիք կա լրջագույն մասնագետների ներգրավման, այդ թվում մինչև դպրոցի տնօրեններ, որ նրանք բոլորը լինեն բացառապես կրթության հարգը իմացող, կրթության մասին մտահոգ, օրենսդրություն իմացող
եւ նաեւ բարոյական վեհ հատկանիշներով մարդիկ։ Շնորհակալություն, հիշեցնեմ մեր զրույցին մասնակցեցին Մեդիան հանուն կրթության համահիմնադիրներ, ուսուցիչ Նելի Հայրապետյանը, հատուկ մանկավար Սուսաննա Դավթյանը, լրագրողներ Լիլիթ Հարությունյանը եւ Կարինե Սիմոնյանը եւ Շվեդիայից մեզ միացավ Ստոկհոլմի համալսարանի միջազգային եւ համեմատական կրթության ֆակուլտետի մագիստրոս ուսուցիչ Լիլիթ Ավագյանը, ես Անուշ Մարտիրոսյանն եմ, կհանդիպենք։